Վերնատուն խմբակային դիմանկար կտավը, որը պատկերում է 15 արվեստագետների, այժմ գտնվում է Թրետյակովյան պատկերասրահում։ Կտավում նկարիչը պատկերել է հավաքույթ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարանում։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում են Հովհաննես Թումանյանի տանը իրար տեսնելու և զրույց անելու, իսկ այսօր մեծ արվեստագետները հանդիպել են։ Նրանց նշանաբանն է Մեր միշտ մեր։ Այստեղ հավաքված ամեն ոք իր սիրտը բերել է Վերնատուն, խոսելու, մտածելու, ստեղծագործելու, բայց միթե միայն բառերով եք ապրելու։ Իսկ ինչ առաջարկ ունես, ջան Հովհաննես, կտավից ու գրքից բացի, ոնց արտադրեք։ Գործով եղբայր, մեր գիրը պիտի ճանապարհ արդի դեպի ժողովուրդ։ Բայց մեր ժամանակները չեն ներկայել գիրով խոսել։ Մեր ժողովուրդը պայքարի մեջ է, մենք դրական լույս պիտի վարենք։ Մենք արդեն վարել ենք եղբայրը, բայց այդ լույսը չպետք է մեր այս պատերի մեջ մնա։ Մեր կտավներն ու գրքերը խոսում են, բայց որ մարդիկ լսեն, տեսնեն, զգան մեր պատմությունները։ Վարդկես, ընդամենը 25 տարեկան ես, բայց արդեն հասցրել ես արևելագետների արշավախմբի հետ մեկնել Պարսկաստան։ Այո, տպավորված եմ արևելքի շռայլքներով։ Ահա այդ ճամփորդությունից հետո ծնված իմ ստեղծագործությունը։ Ապրես Վարդկես, իհարկե, հայրենիքը մեծ խոսքերով չեն սիրում, հայրենիքը սիրում են, ազդուրած տվինում։ Այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի ստեղծել։ Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև, կամ ամաքայլ ընդհանալ ժամանակի հետ, կամ ուր գնալ դաժան մրցակցությանը։ Որպեսզի կյանք մթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լար է։ Մի խառնեք մեզ ձեր վայրին, արջի ցեղերին։ Մեր երկիր ավերված, բայց սուրբ է ուղին։ Արիացիր սիրտին, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ, որպես լույս լեռն է մեր կանգուն։ Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս երկրներում, երկրպագ է քեզ առանց սիրվելու, երազել քեզ, իդել քեզ օտար։ Երկիր երկիր հավատով անմար, սուրբ է քո ուղին և պսակվել։ Եղբայրներ, մի տեղ պատմեմ հիմի ձեզ։ 3 շի առաջի օրը Թիֆլիսի Սորոլակ թաղամասի սրճարանում և ներս մտան զորավար Անդրանիկ Նուգրով Վահան Թոթովենցը։ Ինչ մեղքս թաքցնեն, բավականին գինորցած է, հիմա էլ որ կգիշեմ կամ չնամ իմ արածը։ Բոլորը հարգալից լռեցին, ապա հարգալից ողջունեցին զորավարին։ Իսկ ես հիմարս բացականչեցի. Հե, զորավար, հրկեցիր Արևմտյան Հայաստան։ Ինչին հետևեց զորավարի գետնին տապալող աղտակը։ Հովհաննես, այս պատմության մեջ ամենացավալին կլինի այն, որ ինչ ճանաչող մարդիկ հետ մեկ վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու, որ ցանկացել եմ վիրավորելու մի թշվառ ժողովուրդ, որի վշտերով եմ ապրել 40 տարի, բանտ եմ լսել, աքսորվել ու անverջ հալածվել։ Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանա տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Երեկ ես գիշերել եմ Հովհաննեսի տանը։ Ուշ գիշեր էր, երբ պատրաստվեցին քնելու։ Հովհաննեսը լամպը ձեռքին կանգնեց անկողնուց մոտ, ասելով. «Այդ շատ մի տխրիր, վերջը լավ կլինի։ Հայ ժողովուրդը ավելի ծանրաբար է տեսել։ Մի հուսալվիր, էս է հասկանում»։ Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում, ու իմ սիրտը իմ մտքի հետ անուններն է թափահարում, բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ, մղկտում է սիրտս անվերջ քո թարանչի ծաղրկես։ Պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը, նոր երկրը, նոր խոսքով։ Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Հովհաննես, ուզում եմ պատմել մեր անի այցը։ Անին ներշնչանքի աղբյուր ինձ համար։ Դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ ես ինձ համարում եմ Անիի քաղաքացի։ Մեզ միացավ նաև բանաստեղծ Հովհաննես Խոստանյանը։ Երկար շրջեցինք մայրաքաղաքի ավերակների միջով։ Երբ արդեն մտնեց, քայլերն ուղղեցին դեպի վանահոր բնակարանը։ Եվ հանկարծ մթության մեջ չչի հետ մեկտեղ կրակոցի ձայն լսվեց։ Գնդակն անցավ ուղղակի երեքիս առջևով։
Պատահականությունը կարող է ճակատագրական լինել հայ գրականության համար։ Արարատից երկատարին դար է եկել, վարկյանի պես ու անցել։ Հերցը հիմա քոնն է մի պահ, դու էլ նա իշեցեք ճակատին ու անցել։ Գևորգ, արդեն մի քանի օր է ինչ վերադարձել ես Պետերբուրգից։ Ասում են, օգտել ես Հյուսիսից։ Այո, մի քանի օր առաջ վերցրել էի նկարակալս ու գնացել Ալազանի դաշտավայր։ Այնքան էի կարոտել այդ տեսարանների, որ չկարողացա նկարել։ Նայում եմ ապշած և չեմ կշտանում։ Վերջապես վերադառնում եմ տուն, դատարկ ձեռքով։ Այնուհետև արհեստանոցում, հրճվանքով, հիշում, մտաբերում եմ տեսածներս, դիմում վրձնի օգնությանը։ Խորհրդատություններից մեջ այն իսկ է ուզում տարածել, ինչ որ պահանջում է նորագույն մանկավարժությունը, թե մարդուս բարոյական, մտավոր և ֆիզիկական կողմերի զարգացման մեջ պետք է ներդաշնակություն լինի։ Թշվառ է այն ազգը, որ չի մեծանում իր ուսուցչին։ Երեխաների դպրոցական կրթությունը պետք է զուգակցի արհեստներ սովորեցնելու հետ։ Եթե ամեն ոք աշխատի ամենքի համար, նա դրանով բարեկամական դիր կբռնի դեպի ամենքը։ Չպետք է զարմանալ, որ Ղազարն արհեստի գովքը իր գագաթնակետին հասցրեց, անայդ հոյակապ ենք հատվում, որ սերունդներ է դաստիարակելու իր աշխատասիրության ոգով։ Մանիր, իմ ճախարակ, մանիր սպիտակ մալանջներ, մանիր թերել հաստ ու բարակ, որ ես կոքամ իմ ցավեր։ Ոչ ժամանակն է գտնում, ոչ գաղափարները, ոչ արվեստը, բայց մի բան կարող է կրկնվել, դա վերաբերմունքն է դեպի արվեստը և ստեղծագործությունը։ Լրություն կա, որ խոսքերից պերճախոս է։ Արդյոք մի բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ, հանելուկային արարած, որքան խապուսիկ։ Երևույթը ոչ ինքը, բայց և ինչ է ինքը իր նկարագիրը։ Այս աշխարհը մարդակերի աշխարհը, զավակս, չափազանց բարիներ նշանակի հանձնվել։ Չպիտի հանձնվես զավակս։ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, առանց հայրենիքի, առանց հարազատ հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն իր հոգին։ Երաժշտությունը հույզերի լեզուն է, որը խոսում է այն ժամանակ, երբ բառերը լռում են։ Յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի գրական թե երաժշտական, անմահ է, եթե ունի բարոյական գաղափար, ջերմացնում է հոգին ու լցնում լավատեսությամբ։ Հայ ժողովրդի զավակներ, դուք կարդացեք Մովսես Խոյոնացի, Եղիշե, Նարեկացի, Ռաֆի, Արիշան, Հեշիկ Թաշլյան և տեսեք, թե ով ենք մենք։ Մենք ինչ գիտենք, ինչ է ուզում հայ հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտար են ասում, թե հետ չունի ինքնուրույն երաժշտություն, և մեր մտավորականությունը ամենտեղ հայ երգի ամանտակ հայերեն բառերով, ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաշկական բայաթիներ է երգում, և ինչու է պետք օտարը գիտենա, թե որն է քո երգը։ Ես պիտի հասնեմ բուն նպատակին, հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերիմ հայերենի ավերակներին։ Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ, և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը։ Անցել է անթիվ ու անհամար, փորձերի և փորձությունների միջով, և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել զուտ ազգային օրենք։ Միայն միաբանված մենք կարող ենք ճշմարիտ գործ անել։ Մշակույթը զենք է, պատմություն կերտողները մենք ենք։ Սիրեցեք զիպր, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք։ Այժմ տեղափոխվենք 21-րդ դար, Վայոց ձոր, Եղեգնաձոր, թիվ 2, հիմնական դպրոց, ուր աշակերտները ավարտում են մշակութային վերջին զանգով։ Հին աշխարհը ամեն օր հազար մարդ է մտնում նոր, 1000 տարվան փոշնուգործ սկսվում է ամեն օր։ Մնացել է բերդը մեզ, հաղթանակի երդը մեզ, անց ենք ացել ովկային, հիմի վրա հերդը մեզ։